Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր նորից մեր տաղավարում ենք 106.5 եւ ես Կարեն Մարգարյանս, MBG ընկերության հիմնադիր տնօրեն։ Այսօր մեզ հյուրընկալել է հրաշալի Լուսինե Թորոյանը, ով ղեկավարում է թանգարանը, Լուսինեն կներկայացնի, որ թանգարանն է, եւ այնուհետեւ մենք կզրուցենք, հետաքրքիր զրույց կլինի կապված մշակույթի եւ խոհանոցի կապը։ Շատ շնորհակալություն Կարեն ջան, ինչպես արդեն ասացիք, ղեկավարում եմ Երևանի ամենագողտրիկ վայրերում գտնվող թանգարաններից մեկը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։ Հիմա ջելուց ամաչում եմ, բայց ես էլ եմ առաջի անգամ այս տարի եմ այցելել ձեզ, երբ որ մենք կնքում էինք այդ մեր հուշագիրը, առաջի անգամ ու շատ ինձ հետաքրքիր էր։ Դե թանգարանը ինքնին շատ յուրահատուկ վայր է, շենքը 30-ականներից է, այնտեղ գործել է սկզբում ժողովրդական ստեղծագործության տուն, հետո արդեն անգամ եղել է Գեղարվեստի ակադեմիան, այնուհետև արդեն Հովհաննես Շարամբեյանի ջանքերով 78 թվականից գործում ենք որպես պաշտոնական պետական թանգարան։ Եվ 50 տարի էլ մոտարապես։ Այո, 28 թվականին լրանալու է թանգարանի 50-ամյակը, 27-ին ժող ստեղծագործության տան շենքի 90-ամյակը, իսկ եկող տարի Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակը։ Շատ լավ։ Լուսինե ջան, այսպեսի հարց։ Ինչու ըստ ձեզ այ ժամանակն է, երբ որ բիզնեսը եւ թանգարանը ինչ որ հարցերի շուրջ միավորվեն։ Ինչ հարցեր կարան դրանով լուծեն եւ ինչ հետաքրքիր նախագծեր կարելի է ստեղծել։ Շատ լավ հարց իրականում։ Դե մեր թանգարանի օրինակով, քանի որ նաեւ շատ ենք զրուցել այս թեմայով, մեր թանգարանը իրականացում է ոչ միայն թանգարանային գործունեություն, թանգարանային գործառույթ, այլ նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մեր նախարարության, կրթության, մշակույթի ու սպորտի նախարարության բնականաբար համակարգմամբ եւ անչափ կարեւոր է, որ այն գիտելիքը եւ այն նյութը, որը կա թանգարանում, տարբեր բիզնեսների ու տարբեր անհատների միջոցով ինքը անպայման հասնի հնարավորինս լայն, այսինքն ավելի լսելի ու տեսանելի դառնա, ավելի տեսանելի դառնա, օրինակ, եթե վերցնում ենք խոհանոցը, եթե վերցնում ենք ուտեստները, որոնց շուրջ խոսում ենք, թանգարանը կարող է աջակցել օրինակ բազմաթիվ գիտական նյութերի հարցում, իսկ արդեն այն նոր ժամանակակից տեխնոլոգիական միգուցե կամ միգուցե հանրահռչակման մեթոդները կարող է արդեն նաև բիզնեսը կիրառել, որը իրականում երկկողմանի շատ մեծ կարևոր նշանակություն ունի, որտեղ այդպիսով նյութն է տարածվում, իսկ բիզնեսներ մի շատ կարևոր առաքելություն է վերցնում իր վրա, փաստորեն, որ դառնում է ազգային մշակույթի կարևոր տարրերի պահապան ու նաև դա էլ մարդկանց սիրահարեցնում է իրենց մշակույթին, ինչը շատ կարևոր է։ Ես թանգարանում երբ որ պտտվում էի, տեսա, որ ոչ միայն խոհանոցին է վերաբերվում շատ նյութեր, այլ նաև ուրիշ ոլորտներում, այսինքն զգեստ կար այնտեղ հետաքրքիր ինչ որ էլի ցուցադրված բաներ կան, այլ ոնց եք մտածում մեր օրինակ համագործակցությունից հետո եկել է ինչ որ միտք, որ կարելի է նաև այլ ոլորտի հետ ինչ որ հետաքրքիր կոլաբորացիա արվի կամ մեմորանդում համատեղ ինչ որ նախագիծ արվի։ Բնականաբար մեր թանգարանում ներկայացվում են դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, փայտի գեղարվեստական մշակում, մետաղի գեղարվեստական մշակում, տարբեր գորգեր, կարպետներ, ասեղնագործ նմուշներ, տարազներ, ինչպես նշեցիք, եւ յուրաքանչյուր թեմա, չէ՞ որ դեկորատիվ կիրառական արվեստ իրականում ինչ է ինձ ներկայացնում, դրանք նմուշներ են, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե որոշակի X ժամանակահատվածում տվյալ ժողովուրդը ինչպես է մտածել, ինչպես է եղել իր կենցաղը, որոնք են եղել իր սովորույթները, ինչպես է առհասարակ ապրել, մտածել, կարող ենք տարբեր զարդանախշերի միջոցով հասկանալ իրենց հոգևոր դիտելիքի չափը։ Այսինքն մեր համագործակցությունը նաև նպաստել է նրան, որ թանգարանի առումով նաև ինչ որ հետաքրքիր նոր
պրոյեկտներ անենք եւ հետաքրքիր ներկայացնենք ձեր հետ մեր ու ձեր համագործակցության հետ կապված բազմաթիվ հետաքրքիր նոր մտքեր կան, որոնք անպայման կքննարկենք ու կարծում եմ իրենց ազդեցությունը կունենան։ Անպայման։ Այս դուք ասեցիք ավանդույթներից։ Այ ո՞նց եք մտածում։ Կան ավանդույթներ, որոնք այսօր հետը կորչում են, այսինքն չեն շարունակում իրանց արդիականությունը եւ արդյոք կան այն ավանդույթները, որ պետք է ավելի պահպանողական լինեն, այսինքն անվտանգ չեն ու պետք է ավելի պահպանողական լինեն ինչ-որ ավանդույթների տեսերի դե հայկական մշակույթը չէ որ ձեր թանգարանը հենց հայկական մշակույթը ինքնին շատ հարուստ է ու մենք ունենք բազմաթիվ ավանդույթներ, բազմաթիվ ծեսեր, որոնք ժամանակին իրականացվել են, բնականաբար կլինեն շատերը, որոնք այսօր արդեն ժամանակավրեպ են ինչ-որ չափով, բայց կան շատ հետաքրքիր միջոցառումներ, ավանդույթներ, որոնք այսօր պետք է անպայման ոնց որ շարունակել իրականացնել, օրինակ վերջին տարիներին շատ մեծ ակտիվություն է ապրում հարսանեկան ծեսի հայկական ավանդական ձևով անցկացումը Չէ, ինչ-որ շատ հետաքրքիր բաներ, որ քիչ են անում, բայց այս վերջերս իմիջայլոց ես նկատել եմ, որ այդ եզմորթուկի այդ արարողությունը շատ են անում, իդեպ ավելի շատ երևի ովքեր դուրսը ապրող հայերը, որ գալիս են Հայաստանում ու կազմակերպում են հարսանիք։ Դե հարսանիքը ինքը մի քանի օր է բնականաբար տևել, այնտեղ տարբեր խաղեր են տեղի ունեցել ու տեսներ, տարբեր հետաքրքիր ոնց որ ժամանցի, ինչ որ տարբեր իրադարձություններ, բնականաբար այն որ այսօր ցանկությունը ու հետաքրքրությունը աճում է, դա շատ լավ է։ Իմ ամենասիրելի երևի տոներից մեկը, որը շատ կուզենայի, որ մեծ թափ առներ, դա բարեկենդանն է, որը շատ եմ սիրում ու շատ կուզենայի, որ ինքը հենց մեծ ազգային մեծ փառատոն տոն դառնա։ Անկեղծ ասեմ, բարեկենդանը եւ Վալենտինի տոնին, որ Սուրբ Սարգիսը, օրինակ ես դեմ եմ, որպեսի եվրոպական կամ ամերիկյան ինչ որ ավանդույթներ կամ փոխարինեն մեր ավանդույթներին։ Օրինակ նույն ձեր ասած, ձեր օրինակ բերած բարեկենդանի տոնը դա վերաբերում է նաև ամերիկական, չէ, համընկնում է ամերիկական տոնին, Հալոուինին, չէ, Հալոուինը միշտ սովորաբար աշնանն է լինում։ Նու օրինակ բարեկենդան հիմնականում դե անցկացվում է փետրվարին, մարտին, բայց ցավոք սրտի մեզ մոտ այդքան շատ չի նշվում բարեկենդանը, այլ ամերիկյան տոները։ Էդ եմ ասում, իրանք նման են, էլի, կարող է այնտեղ, չգիտեմ, դդումներ են դնում մոմերով կամ վախացնում են ինչ որ բան կա, բայց բարեկենդանը գաղափարային մոտիկա իրար, չէ՞, ես ճիշտ եմ հասկանում։ Բարեկենդանը ինչ ա եղել այն ժամանակ հնարավորություն է եղել, որպեսզի մարդիկ պատրաստեն տարբեր տիկնիկներ, դիմակներ եւ կարողանան, այսինքն հասարակ մարդը այդ օրը օրինակ իրավունք է ունեցել ծաղրելու իր ղեկավարին ու դա նորմալ է եղել այդ ժամանակ, այսինքն սա մի այդպիսի մեծ տոն փառատոն է դնում ու ղեկավարի սա մեծ ոնց որ տոն է օրինակ եթե բայց ինչն է օգնում որ օրինակ նույն այդ ամերիկյան տոները եկեք հիմա ասենց վերադառնանք ժամանակակից աշխարհի մարքեթինգային արշավներին նույն Սուրբ Վալենտինը նույն Հալոուինը ինչպես են դառնում ակտիվ ու սպասված տոներ հենց նույն մասնավոր բիզնեսների ներդրած ջանքերով իսկ դա ինչ անենք միգուցե հնացված է մի քիչ օրինակ այդ տեսերը ու այդ օրերը, հա, նույն այդ հնացվածի խնդիրը չի։ Մի քիչ կարող է, դե ասենք Սուրբ Սարգիսի օրինակ այդ տոնը ձիով տենց ասպետը գնում է, միգուցե դա մի քիչ դա մտածել ինչպես։ Այդ եմ ասում նորացնենք, ասենք ձիով չգնա, բենտլով գնա։ Լավ, իրականում խնդիրը նրանում է, որ շատ մարդիկ ոնց որ ազգային այդ ավանդույթների հատվածը ու տոների խորությամբ չեն ճանաչում։ Իսկ առհասարակ ցանկացած երևույթ ապրում է այնքան, կենսունակ է այնքան, ինչքան որ մարդիկ դրա կրողն են հանդիսանում։ Հիմա եթե օրինակ մասնավորը ինքնին որոշի, որ աջակցում է ինչ որ մի տոնի տարածմանը, հա, օրինակ տեսեք, քանի տարի առաջ սկսվեց գինու օրերի փառատոնը, չէ,
գինին առհասարակ մշակումը դա արդեն մտավ հանրային լայն մեծ զանգվածների կողմից ներգրաված մի հատ բան դարձավ։ Հիմա նույնը կամաց իրականում չեմ կարող ասել, որ հիմա եթե համեմատենք հիմա ու մի քանի տարի առաջ, հիմա մարդկանց տեղեկացվածությունը ավելի բարձր է բնականաբար։ Եվ հուսամ, որ շատերը անգամ թանգարան գալով մեկ էլ ինչ-որ մի հատ հետաքրքիր միտք է առաջանում իրանց մոտ ու գնում մեկ էլ տեսնում ենք, որ դա նախագիծ դարձավ։ Դա շատ է ուրախացնում։ Մարդիկ գալիս են, տեսնում են գաթանախշիչները, գնում են սկսում են գաթանախշիչներ պատրաստել, օրինակ այդ գաթանախշի, նաև այդ բառն է կիրառվում, գաթանախշիով գաթա թխելու արարողությունը նույնպես հիմա արդեն բավականին տարածված է։ Շատ տարբեր վայրերում դա անում են ու շատ եմ հավատում, որ մասնավոր ոնց որ հատվածը շատ մեծ դերակատարություն ունի ազգային մշակույթի տարածման գործում։ Լավ, անցնենք խոհանոցին, հայկական խոհանոցին։ Մենք բոլորս գիտենք, որ խոհանոցը մենակ ուտելիք չի, այլ ինքը նաև մշակույթ է, այսինքն դա եկել է մեր ազգի ապրելակերպից, եղանակային պայմաններից, միգուցե աշխարհագրական դիրքից, այդ դուք ոնց եք մտածում, ձեր համար հայկական խոհանոցը ինչպես է պատմություն դառնում։ Դե պատմություն դառնալը այստեղ շատ երկակի կարելի է ասել, տխրել եթե պատմություն է դառնում, նշանակում է, որ չի կիրառվում, մյուսը ուրախանալ, եթե մտնում է պատմության մեջ ու հետո իր շարունակականությունն է ապահովում։ Բնականաբար այսօր առհասարակ իմ կարծիքով շատ երկրների, ոչ միայն Հայաստանի ազգային խոհանոցներ, իրենք ինչ որ չափով վտանգի առաջ են այնքանով, որ աշխարհը շատ զարգանում է եւ եթե այն ժամանակ ավանդույթ է եղել օրինակ խմորը երկար ժամանակ ձեռքով հունցել, կամ այլ երևույթներ, այսօր առաջ են գալիս բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ, որոնք վարդյանական այդ գործողությունը կատարում են։ Հիմա ավելի աշխատատար չեն ու ավելի որակով է երևում։ Այո, հիմա եթե դիտարկենք մշակույթի տեսանկյունից, անչափ կարևոր է, որ այն ձեռքի աշխատանքի հատվածը նույնպես պահպանվի։ Բայց գոնե այսօրվա զարգացող աշխարհում կարևոր է իմանալ ու լինել բովանդակության կրողը։ Այսինքն ինֆորմացիայի պակաս կա, որտեղ ավանդականը մենք գիտենք, բայց շատ դեպքերում չենք կիրառում։ Այսինքն ինֆորմացիայի պակաս կա, ինչի պակաս կա։ Ինֆորմացիայի պակասն է, որ շատ դեպքերում ոնց որ ժողովրդի հոգեբանության մեջ մտած են ընդամենը մի քանի ուտեստ, որ համարվում են հայկական, մեկ էլ հետո ձեռքները ընկնում են տարբեր գրքեր, վայ, այս ինչ հետաքրքիր ուտեստներ ունենք, վայ, ինչու չենք կիրառում, բայց պարզվում է, որ այս ուտեստը ինչ որ մի մարզում է ավելի տարածված եւ այլն։ Հիմա կան արդեն շատ հետաքրքիր ինստիտուտներ ու կազմակերպություններ, որոնք իրականացնում են ուտեստի հավաքագրում, նաեւ սա պետական կարևոր հատված է։ Մեր թանգարանը նույնպես ուտեստի շտեմարան է կազմում Հայաստանի ոնց որ կառավարության հանձնարարականով, այսինքն շատ մեծ ուշադրություն է դարձվում ուտեստի հավաքագրմանը, տեղայնացմանը եւ մասնավորի միջոցով դրա հանրահռչակմանը։ Դուք այստեղ որպես այդ սեկտորի ներկայացուցիչ շատ կարևոր դերակատարություն ունեք։ Դե իրականում այո, մենք էլ ենք աշխատանքներ կատարում մեր ռեստորաններում, հայկական իհարկե հայկական խոհանոց ռեստորաններում ու բազմիցս պատմել եմ ու բազմիցս ասել եմ մեր մոտեցումները, որպեսզի այո, միգուցե կան ռեստորաններ, որտեղ մենք ավելի նորովի ենք հայկական խոհանոցը ներկայացնում, բայց եւ աշխատում ենք պահել նրա բովանդակությունը, նրա հոգին։ Հիմա, այսինքն տրենդ է, որ ուտեստները ավելի նորովի են ներկայացնում։ Օրինակ ձեր մոտ որտեղ է սահմանը, որպեսզի ուտեստը չկորցնի իր բովանդակությունը, իր ոնց ասեմ, DNK կոդը չկորցնի։
Դե այս շատ իրականում բարդ հարց է, որը միայն մեր բարական ոչ միայն ուտեստին է անդրադառնում, այլ նաև արհեստին նույնպես, որովհետև այստեղ եկել ենք նրան, որ շատ կարևոր է պահել բովանդակությունը, այդ բովանդակությունը դարձնել ճանաչելի, հնարավորինս շատ, հնարավորինս մասսայական, բայց միևնույն ժամանակ տալ նոր մոտեցում, որովհետև այսօր ստեղծվում է նոր մշակույթը, այն ինչը 100 տարի հետո համարվելու է այսօրվա մշակույթ։ Դրա համար, օրինակ, եթե, չգիտեմ, պատրաստում եք ինչ-որ ուտեստ, որտեղ դուք պահում եք իր բաղադրությունը, պահում եք իր հիմքը, բայց դրան զուգահեռ, օրինակ, չգիտեմ, ռեստորանում դրված է ինչ-որ սիրուն էկրան, որի վրա ցուցադրվում է այդ ուտեստի ավանդական տարբերակը, ինչ է ինք օրինակ եղել, ինչ ինքը կարող է, ինչպես է ինքը այսօր մատուցվում, սրանք նույնպես միջոցներ են կամ փոքր QR կոդերով պատմվում է այդ ուտեստի ավանդական տարբերակի մասին, այսինքն լավ միտք է, ես մոտս կնշեմ, իրականում հետաքրքիր էր, որ այո։ Սա այն միջոցներն են, որոնք որ կարող են այդ ուտեստը դարձնել մատչելի, հասանելի եւ ինքը պետք է բնականաբար զարգանա ու այսօրվա մարդկային այսօրվա ժամանակներին ճիշտ արձագանքի, այդ շատ կարևոր է։ Իսկ շատ ուտեստներ այնուամենայնիվ ժամանակի ընթացքում կորցնում ենք միգուցե։ Որտեվ գրողը չենք ուղղակի։ Իսկ օրինակ կարող եք մի քանի ուտեստ ասել, որ իրանց պետք է միանշանակ պահպանել, թեկուզ եւ փոխվի իր, չգիտեմ, թե մատուցման ձևը, թե ուտեստի ինչ որ տեսքային առումով։ Այ, դա շատ բարդ է, որովհետև դե բնականաբար մեր ամենատարածված ուտեստները, որոնք այսօր էլ կենսունակ են, փառք Աստծո, օրինակ մեր թանգանի շատ սիրելի թեմաներից մեկը առշտան է, որի մասին շատ ենք խոսել, տեսեք, մարդիկ գիտեն, որ կա մի մատուցման ձև։ Իմիջիալով մի անգամ ասել եմ առշտայի մասին, ու հետաքրքիր է, որ պետքա նյութերը ինձ թվում է փորփրել հանել, որտեվ ես շատ աղբյուրներից գիտեմ, որ իտալական պաստան, ոնց որ նախա հայրը եղել է արիշտան, որտեվ եղել է Հայաստանը եղել է շատ բարեբեր տարածաշրջան կապված սորենի հետ եւ տեսակների հետ եւ արշավանքների ժամանակ մակեդոնացի ժամանակ այստեղից տարել են արիշտան, որովհետեւ ինքը որպես մթերք շատ հեշտ է ճանապարհին պատրաստել, այսինքն ինքը չորա, չի փչանում, իրան սառնան պետք չի, տաքին չի փչանում եւ ընդհանրապես պետք է երասված ջուր։ Ուղղակի իտալացիները արդեն արիշտայի մի 100 տեսակ ունեն, մենք հələ մի տեսակ։ Օրինակ արիշտայի հետ կապված խոսեցինք, դուք գիտեք, որ արիշտայի ոնց որ իրական հայկական բառը տարբեր հայկական բառարաններում, ինչպես մեր գիտական բաժնի ղեկավար Տիկին Բազյանն է միշտ սիրում ասել, մի օգտագործեք արիշտա բառը, օգտագործեք դդմաճ բառը, հայկական բառը, հայերեն բառը։ Բացարձակ դդումի հետ կապ չունի։ Հետաքրքիր է, այդ բառը որտեղից է ստեղծվել։ Արիշտան հայերենով անվանվում է դդմաճ։ Իսկ արիշտան ինչեր են։ Արիշտան ինքը, եթե չեմ սխալվում, պարսկական ոնց որ արմատվում ունի։ Դե մենք տարբեր ենք, արիշտա ենք օգտագործում, ռշտա ենք օգտագործում, ռշտա, հա, բայց ինքը ոնց որ իրական անունը հայերեն տարբեր բառարաններում Աճարյանի եւ նաեւ այլ հեղինակավոր հեղինակների գրվում է որպես դդմաճ, ու դա փաստա։ Բայց մեզ մոտ օգտագործվում է այդ վերցված բառը, հիմա շատ հետաքրքիր իրականում թեմա է այն տեսանկյունից, որ մասնավոր սեկտորն էլ, ռեստորաններն էլ փորձեն նաև հայերեն բառերի տարածմանը ինչ-որ չափով նպաստել, ինչը շատ կարևոր է։ Դա իրականում շատ ուտեստներ կան, որ տարբեր երկրների լեզուներով են, ես օրինակ մաքսիմալ աշխատում եմ այդ անունները փոխել։ Օրինակ շատ տեղերում իքիբիր են օգտագործում, գրում են, ես գրել եմ մորմոր։ Ուղղակի բառարանում մանեկա ոնց կարելի է նկարագրել փոքր է եւ մորմոր ոնց որ պուճուր է նշանակում։ Հիմա իմ մենյուներում ես իմ հորինած բառն եմ գրել, որովհետեւ իրան փոխարինող ինչ որ մի բան չկա հայկական բառարանում, որ իքիբիրը փոխարինես, իսկ իքիբիրը գիտեք ինչ լեզվով է, ես կարծում եմ, որ բոլոր ռեստորատորները նմանատիպ բաներ որ անեն, ինչու՞ չէ, ու ես նկատել եմ, որ մի քան ռեստորան հենց գրել են մորմոր։
Դա նայել են երևի։ Շատ լավ է։ Այստեղ ուղղակի գիտեք, շատ կարևոր է, որ բոլոր բիզնեսները բնականաբար բիզնեսը արվում է մարդու բարօրության համար եւ այլն, բայց երբ որ մարդը նաեւ արժեքի կրող է ու իր համար կարևոր է իր ազգային մշակույթը, ինչ բիզնես էլ ինքը անի, վստահ եմ, որ կարելի է ինչ-որ կետ գտնել, որը կլինի ի նպաստ այդ մշակույթի ու արժեքի պահպանության։ Ձեր ոլորտը առավել եւս, որովհետեւ ինքը ամբողջությամբ ի նպաստ է լինում ու շատ կարևոր է, որ տենց ուսումնասիրություններով դուք առաջ եք գնում ու ուզում եք իրոք ինչ-որ բան ավելի արժեքավոր դարձնել։ Ասեմ, երբ որ ես մտածում եի ոնց անեմ, որ փոխեմ, շատերը ինձ ասում են, դե որ գրենք մոր չեն հասկանա դա ինչ է, դա ռիսկ է, ավելի լավ է գրենք, ասենք իքիբիր, որ մարդիկ հասկանան այդ որն է, որի մասին է խոսքը։ Բայց ես այդ որոշումս կայացրեցի ու չեմ փոշմանա դրա համար, որտեվ ժամանակի առումով միգուցե մարդկանց համար հարմար լինի այդ բառը ու դա մտնի կենցաղի մեջ ու կարևոր չի դա ով է ստեղծե, բայց ի նպաստ ստեղծել ենք ես մտածել եմ այն բանի համար, որպեսզի փոխարինեմ ուրիշ ազգի անվանումը, հա, ուրիշ լեզվանը մեր ինչ որ բառերով, որը որ եւ հարման է ռուսի համար եւ արտասահմանցու համար, այսինքն արտասանելու առումով եւ կարճա եւ հնչեղա։ Հիմա այտենց բառեր կարելի է փոխարինել, որտեղ իրականում հայկական խոհանոցում շատ բառեր ունենք, որը որ հայկական բառեր չեն։ Ու լավ կլինի, եթե օրինակ կան լեզվի կոմիտե, օրինակ եթե իրանք այդ հարցով զբաղվեն, չեմ կարող ասեմ, որ գերատեսչությունը կարա դրանով զբաղվի եւ բառեր մտածվեն համապատասխան ուտեստների եւ բոլոր ռեստորատորներին ոնց որ համատեղ փոխեն բոլորի մենյուներում փոխեն այդ բառերը։ Ես կարծում եմ բոլոր ռեստորատորները միայն ուրախ կլինեն եւ դա կարծում եմ շատ լուրջ աշխատանք է։ Դե իրականում շատ կարևոր հարց եք բարձրացնում ու իրականում շատ կառույցներ արդեն սկսած նույն թեմատիկ թանգարաններից մինչև ակադեմիա, մինչև ինստիտուտ իրենք ոնց որ վստահ եմ, որ երբ որ հարցադրումը լինում է արտաքին աշխարհից, իրենք շատ մեծ սիրով նաև կաջակցեն ու կօգնեն, որտեղ սա բոլորի իրենց կյանքի պատկերացրեք թեման է, ու ինչքան կարևոր է իրենց համար, երբ որ մասնավորը կիսում է այդ տեսլականը ու օգնում է իրենց կյանքի գործի տարածման ու հանրահռչակմանը, դրա համար այս շատ կարևոր թեմա է։ Դե ես վստահ եմ, որ բոլոր բիզնեսմենները, ով որ բիզնես անում, ոչ թե միայն մտածում փող աշխատելու համար, նաև այդ բիզնեսը եթե առնչվում է երկրի զարգացման ինչ որ մի հատվածում նաև նպաստում է երկրի զարգացմանը, անպայման պետք է դրա մասին մտածել։ Եվ վերջում Լուսինե ջան, ոնց եք մտածում այսօրվա մեր հաղորդումը, մեր ունկնդիրների համար ինչ տպավորություններ կթողի, ինչ էմոցիաներ կթողի, բացահայտում կլինի, հպարտություն կլինի, թե ինչ որ ինֆորմատիվ, նաև ինֆորմատիվ ինչ որ բան կտա։ Նախ բնականաբար ինֆորմատիվ, եթե ով չգիտեին թանգարանի թե եւ դդմաճը, չէ։ Իմանան թանգարանի գտնվելու վայրը եւ դդմաճը, դա բնականաբար նման համագործակցությունները իրականում ստեղծում են շատ կարեւոր երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրեր, ու այդ ծրագրերը երբ որ արդեն իրանց արդյունքը, այդ համագործակցությունները երբ որ իրանց արդյունքը արդեն ցույց տան, այսինքն իրեն շոշափելի, դա բնականաբար իր ազդեցությունը թե էմոցիոնալ, թե տարբեր կերպով ունենալու է, թե ձեր հաճախորդների վրա, թե այսօրվա լսողների եւ թե թանգարան հաճախողների։ Դե շնորհակալություն հայտնենք Լուսինեին, բոլորին խորհուրդ եմ տալի այցելեն թանգարան, շատ հետաքրքիր է, կարելի է շատ ինֆորմացիա վերցնել եւ մեր մշակույթի մասին մեծ պատկեր կարծում եմ կազմի մարդու մոտ, կհանդիպենք։